Ես այո, ձեզ դատում եմ եւ ես ձեզ դատելու եմ։ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը Ամեն բան սկսվեց կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանից։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանը Փաշինյանին ասաց, թե իրավապահներին քաղաքական պատվեր իջեցնելը իր խոսքով պոզով փոչով չի լինում։ Մեզնից գիտեք ինչ են պահանջում։ Մեզնից ընդհանուր ընդդիմությանը, որ նայեք 500,000-ից ավելի ձայն ա տվել։ Մեզ էլ ասում են Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած։ Այդ պիղծ դավաճանը ինչի է մինչև հիմա կարում լինի այս բան։ Բացատրեք ինչի եք միլիոնատեր։ Այդ ունեցվածքը որտե՞ղ է ձեզ լավ, ամեն ինչ դնենք մի կողմ, դատարաններ, ամեն ինչը, դուք ո՞նց եք միլիոնատեր։ Ու դուք ուզում եք ասեք, որ դուք պետք է Հայաստանի Հանրապետությունում տենց շարունակեք մնաք միլիոնատեր, ամենայն բանով Աստված բոլոր երեխեքին տա առողջություն, երկար կյանք, կրթություն, հաջողություն, բախտ, երջանկություն, հորով մորով մեծանան բոլորը, բայց դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին, ես ձեզ կներեք ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը։ Փաշինյանի այս հայտարարության հենց հաջորդ առավոտն իսկ ազգային անվտանգության ծառայողները մտան Հանրապետության երկրորդ նախագահ Քոչարյանին եւ նրա ընտանիքին պատկանող առանձնատներ եւ բնակարաններ։ Քննչական գործողություններ կատարվեցին նաեւ նրանց բիզնես հասցեներում։ Նախկին նախագահի նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում կատարելու համար։ Քոչարյանը եւ նրա ավագ որդին ձերբակալվել են։ Հանրային քրեական հետապնդման տակ եւս 8 անձ, այդ թվում նաեւ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ դավաճանի, այսպես սովորական գործելավոճն է։ Սա է, սրա մասին փաստորեն երեք նաև մամուլներ գրել, որ նման բաներ է սպասվում, ու այդպես ժողովուրդ ջան։ Սա վրեժխնդրություն է, իշխանական ԿՊ-ում հաստատում են, նաև վրեժխնդրություն է։ Այո, սա վրեժխնդրություն է, սիրելի բարեկամներ։ Արդարադատությունն է, ժողովրդի վրեժխնդրությունն է։ Եվ մենք վրեժխնդիր ենք լինելու Ռոբերտ Քոչարյանին, այլ ենթադրյալ կոռուպցիոներների։ Ժամեր տևած հարցաքննության ընթացքում երկրորդ նախագահի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղեկությունները հաստատել են ինչպես հակակոռուպցիոն կոմիտեից, այնպես էլ Քոչարյանի գրասենյակից։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների բժիշկները Քոչարյանի մոտ զարկերակային բարձր ճնշում են արձանագրել։ Հետազոտության համար նրան տեղափոխել են բուժ հաստատություն։ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ երկրորդ նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության։ Ինքնին արձանագրել ենք մեղադրանքի ոչ թե հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելը, այլ այն ինչ որ նկարագրված առաջին հանցագործություն չի, պարոն Քոչարյանի հետ որևէ առնչություն նկարագրված չի, ու հիմա համապատասխանաբար մենք սա գնահատում ենք 3 հնչեցված գործընթաց։ Հակակոռուպցիոն կոմիտեը գնացել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս շենք մտնելից միայն կարճ մեկնաբանություն թողեց, գործից տեղյակ չէ։ Տեղյակ չեմ դեռևս։ Երևանի համար անհնար կլինի միաժամանակ լինել եւ Եվրամիությունում եւ ԵԱՏՄ-ում։ Այս անգամ էլ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպանն է հայտարարել, թե Ռուսաստանը կխլի Հայաստանի բոլոր այսպես կոչված նվերները ու առավելությունները, եթե Երևանը խաղեր տա Արևմուտքի հետ։ ՀԱՊԿ-ի Երևանի անդամակցության մասին Չեպան ասել է. եթե չեն ուզում, թող հեռանան, ոչ ոք ոչ մեկին չի պահում։ 2026-ի առաջին կեսին Հայաստանում ապաստան է հայցել 358 մարդ, 73%-ը տղամարդիկ են։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալներով հունվար-հունիս ամիսներին ապաստան հայցողները ներկայացել են 32 երկրի քաղաքացիություն։ Դիմումների թվով առաջատար են Իրանի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Աֆղանստանի քաղաքացիները։ Ընդ որում ընդհանուր մոտ 28%-ը բաժին է ընկել Իրանի քաղաքացիներին։ Նույն ժամանակահատվածում 94 անձի շնորհվել է փախստական կարգավիճակ, իսկ 198 դիմում մերժվել է, սակայն ծառայությունը հատուկ նշում է, որ այս թվերը պարտադիր չէ, որ վերաբերվեն նույն դիմումներին, քանի որ որոշումները կարող են կայացված լինել ավելի վաղ ներկայացված հայտերի վերաբերյալ։
2026 թվականի հունիսի դրությամբ Հայաստանում աշխատողների թիվը կազմել է 829,231 մարդ, ինչը 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 4,1%-ով։ Նրանցից 223,841-ը պետական, իսկ 605,390-ը ոչ պետական հատվածում։ Ամենաշատ աշխատողներ ունեցող ոլորտներն են առևտուրը 140,196, կրթությունը 128,557, մշակող արդյունաբերությունը, առողջապահությունն ու սոցիալական սպասարկումը, ինչպես նաև տեղեկատվությունն ու կապը, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Ռուսական շուկայի փակվելուց հետո հայկական ծաղիկների արտահանման ծավալները դեպի Վրաստան կտրուկ աճել են։ Վրացական լրատվականները փոխանցում են, թե այս տարվա հունվար-հուլիսին Վրաստանը Հայաստանից ներմուծել է 3,3 միլիոն դոլարի ծաղիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 53,7%-ով ավելի։ Վրաստանի ծաղկաբույծների ասոցիացիայի ղեկավարը սակայն կարծում է, թե դա բերել է տեղական շուկայում գների անկման, անհավասար մրցակցության եւ բարդ պայմաններ է ստեղծել վրացի փոքր եւ միջին ձեռնարկատերերի եւ դիստրիբյուտորների համար։ Տնտեսագետների գնահատմամբ էլ վրացական շուկան չի կարող փոխարինել ռուսականին, իսկ ձևավորված իրավիճակը կարող է հանգեցնել հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների։ Եթե հայկական ծաղկի արտադրությունը սկսի Վրաստան դեմպինգային այդ գներով իրել լցնել, իրանց մոտ է ջերմոցային տնտեսությունների վերջը կգա։ Ոչ որ ծաղկեն ընդհանուր մշակում։ Վրացիները շատ արագ կփակի սովանցները, դպրսնի կգնա։ Անալիզ են անելու իրեն ջերմոցներում գրանցված հաշիվապրանքագրերով միջին գինը որքան է, հայկական այդ հաշիվապրանքագրերը վերցնելու նայեն, բնականաբար դեմպինգի քաղաքականության համար հայկական կողմի նկատմամբ սահմանափակումներ կիրառեն շատ արագ։ Հայաստանը դարձել է Վրաստան կենդանի ձկան գլխավոր մատակարարը։ 2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստան ներմուծված կենդանի ձկան 82%-ը ստացել են Հայաստանից։ Հայաստանն այդ ընթացքում Վրաստան է արտահանել մոտ 15 տոննա կենդանի ձուկ, շուրջ 210,000 դոլար ընդհանուր արժեքով։ Համեմատության համար Բելգիայից ներմուծվել է 1,2 տոննա, իսկ Միացյալ Էմիրություններից 0,8 տոննա։ Վրաստանի կենդանի ձկան մյուս խոշոր մատակարարներն են Գերմանիան եւ Ինդոնեզիան։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը գործարկել է Հայաստանում քաղաքական հետապնդվողների ռեգիստրը։ Կենտրոնի գնահատմամբ այնտեղ ներառվելու են այն անձինք, որոնց գործերում քաղաքական հետապնդման հատկանիշներ են արձանագրվել։ Ռեգիստրը ներկայացվում է որպես քաղաքացիական վերահսկողության գործիք հասարակությանը եւ միջազգային կառույցներին տեղեկություն տրամադրելու նպատակով։ Կենտրոնը նշել է, որ ցանկը դեռ ամբողջական չէ եւ շարունակելու է նոր գործերի ուսումնասիրությունը։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով 2026 թվականի հուլիսին հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկներով եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829,939։ 2025 թվականի հուլիսի համեմատ ցուցանիշն աճել է 34,293 աշխատատեղով կամ 4,3%-ով։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները հայտնաբերել եւ բացահայտել են շուրջ 600 հանցագործություն 2026 թվականի առաջին կիսամյակում։ Գվարդիայի շրջիկ կարգախմբերը բացի հասարակական կարգի պահպանությունից ներգրաված են նաեւ հանցագործությունների կանխման եւ բացահայտման աշխատանքներում։ Ծառայության ընթացքում շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող զենք զինաբթերք։ Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձինք, իսկ ծառայողների արագ արձագանքի շնորհիվ կանխվել են նաեւ ինքնասպանության դեպքեր։ Գվարդիան շարունակում է ծառայությունը շուրջօրյա ռեժիմով, հանրային անվտանգությունը ապահովելու եւ անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար։ Արմավիրի մարզում ոստիկանությունը բացահայտել է ավազակոպճագլաքարային խառնուրդի ենթադրյալ ապօրինի արդյունահանման դեպք։ Ըստ նախնական տվյալների ընկերությունը, չունենալով համապատասխան պայմանագիր, գյուղատնտեսական նշանակության տարածքից արդյունահանված նյութը տեղափոխել է ջրարբիի լվացման կայան մշակել եւ իրացրել։ Տարածքից հատուկ պահպանվող վայր են տեղափոխվել բեռնատարներն ու բեռնող տեխնիկան։ Նախնական հաշվարկով համայնքին պատճառվել է 1,5 միլիոն դրամի վնաս, դեպքի հանգամանքները քննվում են։ Հայաստանի մի շարք շրջաններում հրդեհի բարձր ռիսկ կա, մասնագետները զգուշացնում են։ Օգոստոսի 25-ից 27-ին Երևանում, Արարատյան դաշտում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ չոր եւ շոգ եղանակին նույնիսկ փոքր անզգուշությունը կարող է արագ հրդեհի պատճառ դառնալ։ Այդ օրերին հատկապես պետք է խուսափել խոտածածկ տարածքներում կրակ վառելուց կամ վառվող առարկաներ նետելուց։
Սկոթ Բեսենթը Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարն է հայտարարել Թեհրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու մասին։ Ֆինանսների նախարարությունը քարտեզագրել է այն ցանցերը, աջակիցներին եւ ֆինանսական ուղիները, որոնք Իրանն օգտագործում են նավթ մաքսանենգելու պատժամիջոցները շրջանցելու եւ ահաբեկությունը ֆինանսավորելու համար։ Ասել է Բեսենթը, ընդգծելով, որ Միացյալ Նահանգները տնտեսական գրոհ է սկսում աշխարհով մեկ Իրանի ֆինանսական կապերի դեմ։ Մեր նպատակն է կտրել յուրաքանչյուր տնտեսական զարկերակ, որն աջակցում է այս բռնատիրական ռեժիմին, քանի դեռ Թեհրանը լիովին մեկուսացված վիճակում չէ։ Իրանին աջակցող յուրաքանչյուր երկիր պետք է պատրաստ լինի բախվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների պատժամիջոցներին։ Մենք բոլորին պատասխանատվության ենք ենթարկելու եւ այսպես մենք խեղդում ենք այս ռեժիմը։ Իսկ իրանական ռեժիմը կանգնած է հստակ ընտրության առջև կամ խիստ համաշխարհային մեկուսացում կամ համաշխարհային տնտեսությանը վերաինտեգրվելու ուղի։ Միացյալ Նահանգները պետք է շտկի իր տոնն ու մոտեցումը Իրանի հետ փոխգործակցության հարցում, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Թեհրանում Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի նախագահը պարզաբանել է, որ ուժի վրա հենվելն ու ահաբեկումը միայն կբարթեցնեն Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի ուղղությամբ հարվածների վերսկսումը, հայտարարել է Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը։ Եթե մեզ անհրաժեշտ լինեն կինետիկ հարվածներ, ապա մենք դրանք կհասցնենք։ Եթե Իրանն այնքան հիմարություն անի, որ թերագնահատի իր հնարավորությունները կամ բախվի ԱՄՆ զինված ուժերի հետ, ապա մենք կանենք այն, ինչ պարտավոր ենք։ Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են ուկրաինական Ֆլամինգո թևավոր հրթիռների հարձակման կայանին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Բրյանսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, եւս երկուսը վիրավորվել։ Մեկ մարդ էլ զոհվել է, եւս 5-ը վիրավորվել Բելգորոդի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումների հետևանքով։ Ռուսաստանում իբր նոր մոբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա կարծիքով այս հայտարարությունների հետևում ուկրաինական իշխանություններն են։ Ավելի վաղ Զելենսկին մի քանի անգամ պնդել էր, թե Ռուսաստանի իշխանություններն իբր պլանավորում են նոր մոբիլիզացիա անցկացնել գալիք աշնանը։ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել այդ առիթով X-ում կատարված գրառման մեջ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է, որ փոխանակման արդյունքում ազատ են արձակվել անհետ կորած համարվող ուկրաինացի 10 ռազմագերիներ։ 2022 թվականի փետրվարից ի վեր երկու երկրները փոխանակել են հազարավոր ռազմագերիների։ Ենթադրվում է, որ երկու կողմերն էլ դեռևս հազարավոր գերիներ են պահում։ Մենք վերադարձնում ենք մեր 10 զինծառայողներին Բելարուսի միջոցով։ Նրանք Ուկրաինայի զինված ուժերի եւ ազգային գվարդիայի զինծառայողներ են։ Նրանք պաշտպանել են երկիրը Դոնեցկի ուղղությամբ։ Դոնալդ Թրամփը եւս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոյի գործողությունը։ Միացյալ Նահանգների նախագահի հրամանագրում նշված է, որ Կուբայի նկատմամբ էմբարգոյի ժամկետը լրանում է 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։ Թրամփի որոշման մեջ նշվել է, որ Կուբայի հետ կապված լիազորությունների իրագործումը եւս մեկ տարով շարունակելը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին։ Հիշեցնենք, որ Կուբայի նկատմամբ Միացյալ Նահանգների տնտեսական էմբարգոն գործում է 1960-ականների սկզբից։ Թրամփի վարչակազմը ձգտում է ճնշում գործադրել Հավանայի վրա, որպեսզի կղզին փոխի իր քաղաքական ուղեգիծը։ Ավտովթար է եղել Արմավիրի մարզում, բախվել են Toyota-ն ու Scania բեռնատարը, տուժած չկա, վարորդները միմյանց են մեղադրել պատահածի համար, իսկ այդ հատվածում իսկական քաոս էր տիրում, մեկ ժամից ավելի ԱՊԱ-ի ներկայացուցիչները չէին ժամանում, ուղղությանումն անցնում էր մի քանի կիլոմետրը, պարեկներն էլ ստիպված էին սպասել ԱՊԱ-ի ժամանելուն։ Երևի թե մի 100 անգամ զգուշացրել ենք, հորդորել ենք, որ երբ վթար եք տեսնում, մի կանգնեք ասեք, վայ հորս սարևես ինչ եղավ, ահա, վրացական համարանիչներով բեռնատարը և Toyota-ն բախվել են, վթարի վայրում բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն երթևեկությունը ամբողջությամբ կանգնեց դեպի Արմավիր, հիմա պիտի սպասեն վթարը ձևակերպվի, նոր մեքենաները տեղաշարժեն։ Երևան-Արմավիր ճանապարհին ավելի հստակ ակնալիջ բնակավայրի հատվածում մի քանի օր է ցուցանակը տապալված է վթարից հետո։ Անգամ մի մասը հայտնվել է ճանապարհի մեջտեղում։ Երթևեկությունը կարգավորող նշանները կարևոր դեր ունեն ու դրանք օր առաջ պետք է վերականգնվեն։ Գագիկ Շամչյանը տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի ուշադրությունն է հրավիրել խնդրին։ Ուզում եմ հենց այստեղից դիմել տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար
Դավիթ Խուդացյանին, պարոն Խուդացյան, դուք միշտ հետևողականություն եք ցուցաբերում, որոշ դեպքերում էլ բավականին խիստ հանձնարարականներ եք տալի ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին, որպեսզի հետևեն, որ ճանապարհների եղած ցուցանակները, եթե վնասվել է, հիմնականում ավտովթարների պատճառով արագ վերականգնվին, բայց տեսնում եք, դեպի Արմավիր ակնալիք տանող ճանապարհին վարորդները նշում են, որ 3 օր է այս վիճակն է։ Հետաքրքիր է, որ դուք միշտ այս ճանապարհով եք երթևեկում, գնում Արմավիր, վերադառնում առավոտյան աշխատանքի, հետաքրքիր է, արդյոք դուք չեք նկատել,